Այսօր մենք հասկանում ենք, որ խոսքը մասնավորապես վերջերս Ֆինլանդիա եւ Շվեդիա հետ կապված խնդիրներ Ռուսաստանի միջեւ խոսքը վերաբերում է Բալթյան երկրներին, ինչպես շեշտում մերձ Բալթյան, հատկապես Բալթյան, որոնք մոտեցնում են նաեւ Լեհաստանը եւ այս բոլոր զարգացումներին գումարվում է կամ ավելի շուտ դրանից է սկսում այն, որ 2014-ին Գոյասյան գագաթնաժողովը շատ ավելի խիստ մոտեցումներ սկսեց որդեգրել, բայց հույս ունեին, որ Ռուսաստանը կնահանջի, Ռուսաստանը կփորձի քայլեր անել եւ հաշվի կառնի ՆԱՏՕ-ի, այսպես ասած, զգուշացումը։ 2 տարի անցել է ՆԱՏՕ-ի քարտուղարությունը, անդամ երկրները հասկանում են, որ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում նահանջել, այլև շարունակում է ավելի ագրեսիվ դառնալ։ Ռուսաստանի ագրեսիվությունը իրենք առաջին հերթին ցույց են տալիս կամ հիմնավորում են ուկրաինական ճգնաժամով, մասնավորապես մի քանի անգամ շեշտելով, որ Ռուսաստանը անօրինական ճանապարհով բռնացել է Ղրիմը իրեն, ինչպես նաև որոշ տարածքներ վերահսկում է Ուկրաինայի հարավարևելյան հատվածում։ Սա իրենց համար լուրջ մարտահրավեր է համարում, քանի որ Ուկրաինան համարվում է ինքնիշխանապետություն, Եվրոպայի սրտում հասկանալի է եւ այլ հարցեր, որ արդյոք այդ անվտանգության կամ սպառնալիքների աստիճանը շատ բարձր է թե ոչ։ Ստոլտենբերգը մասնավորապես կոչ արեց ավելի ստապ նայել եւ չչափազանցել, չխտացնել շատ դիրները, համարելով, որ դեռևս բոլոր դռները փակ չեն։ Դրա համար ես կուզեի այստեղ առանձնացնել երկու բան, ինչեր ասել հասկանալի է մեր պատմություններին, բայց մինչև մենք չհասկանանք Եվրոպայում եւ Հյուսիսատլանտյան դաշինքում տեղի ունեցածը, այն ինչ որ հիմա տեղի ունեն, մենք չենք կարողանա հասկանալ այն ինչ որ կա Լեռնային Ղարաբաղի հետ կապված։